Բարև ձեզ։ Մարսպետունի Ավետիսյան, Աշոտի։ Փնտրում եմ իմ բանակից ընկերոջ, Կadzոև Նադիրին։ Շատ ցուրտ է, եկեք գնանք ներս, նոր մնացածը կպատմեմ ձեզ։ Ո՞ւր։ Ջարտիկս։ Նադիր Կadzոևն է, ծնված 1970 թվականին։ Դաղստանից է կամ Չեչնիայից։ Պարանոցին միշտ գրում է ազգային խորհրդանիշ հանդիսացող կտորե մեդալիոն։ Նադիրն ու մարզպետը ծանոթացել են զինվորական ծառայության տարիներին Ռուսաստանի Սելենոգրադի երկրամասում։ Երբ մարզպետն իմացավ, որ ծառայակիցների մեջ ազգության փայ չկա, շատ ընկճվեց, բայց հարազատ հոգին այնուամենայնիվ գտավ։ Ախպոր նման ենք եղել իրար հետ, իրար կողք ենք քնել։ Խնդալ է նրա աչքից դեմ, որ խնդում էր, շատ հետաքրքիր էր խնդում ինքը, մի բան որ ասում էին։ Իրար հետ այնց սպորտով բանով բարաբում էինք, առօտի մեջ են, դուրս են, վազում էինք լավ, խոզերից շատ կբռնեինք, այդ պրովուլկեկով թալակ էինք սարքել զիբիլանոցում, օղ էինք դրել, գալիս մտնում էին, հենց թռնեն որ մտնեն ու քամում էր, այս կոնկից պահում էր տրոսը, այդենց մորտում էինք, կես աֆիցերներին բաժանում էինք, կես էլ զատո մեզ համար ճաշ էինք անում, այնքան մթերիմ էինք, լավն էինք, այդ 48 հոգին ոնց որ մի ընտանիքից լինեինք, հնարավոր չէ, որ ես նկարը տեսնի ու չճանաչի Նադիրը։ Մի քանի խոսք մեր կյանքից քարտաշ ենք աշխատում, մեր այդ արվեստը պապականից է եկել, պապուծս անցել է հորս, հորիցս անցել է մեզի։ Զորացրվելուց 3 ամիս առաջ մարզպետը Հայաստանից հեռագիր ստացավ։ Այնտեղ գրված էր, որ մայրը ծանր հիվանդ է։ Տղային վաղաժամ զորացրեցին։ Նադիրից բաժանվելը շատ դժվար եղավ իմ համար։ Խոստացանք իրար, որ բանակից հետո կհանդիպենք իրար անպայման։ Դե ես որ ծանոթ չէի այդ Չեչնիային։ Ասինք դե բնական է, որ գնացինք տուն, հետո կմեծանանք, գնանք, եկանք, իրար կտեսնենք։ Ինքն էլ ասում էր, ես հույս ունեմ, որ իրար անպայման կհանդիպենք մարզպետ։ Հիմա չգիտեմ, ինքն ինչքանով է հիշում, թե կարող չպատկերացնել, բայց հնարավոր չի, որ մոռանա մեր կյանքը բանակի։ Էդի բացառված է։ Խաչքարեր անելուց հենց ենք անում, որ մեկը մյուսին չնմանվի, տարբերություն լինի մեջն։ Ինչքան էլ ուզում ես, որ ասում ես նմանական ես, բայց էլի մի բան տարբերվում է։ Մի քանդակ, մի ուզոր, մի բան մի տեղից տարբերվում է։ Բաժանման օրը մարզպետը վերցրեց ծառայակից բոլոր ընկերների հասցեներն ու հեռախոսահամարները։ Ամիսներ անց, երբ որոշեց Նադիրին նամակ գրել, պարզվեց, որ նոթատետրը չկա։ Նշումների հետ կորցրեց նաև հարազատ հոգուն։ Աշխատանքի բերումով մարզպետը Դաղստանում և Չեչնիայում հաճախ է լինում։ Ընկերոջը գտնելու համար նույնիսկ փորձել է պատահական դռներ թակել, հաջողության չի հասել։ Նադիր ջան, եղբայր, եթե տեսնաս հիմա կարող է պատահի ես փոխվել եմ, չճանաչես ինձի, բայց իմացի, ես քեզ հենց տեսա ճանաչում եմ։ Ինչ տարիք էլ դու հիմա կաս, ինձ ձև էլ կաս։ Իմացի, որ շատ սպասում եմ քո արձագանքին։ Խնդրում եմ, եթե կնայես, ես իհարկե տղաների բոլորի նկարները գցել եմ, ով տենա թող արձագանքի ինձի։